Ողջույն բարեկամներ, այսօր կրկին մենք փորձենք ամփոփել օրվա նորությունները եւ փորձել կանխատեսելով այն ինչ որ սպասվում է ապագայում, ճիշտ դիրքավորվելու միջոցներով հաղթանակած դուրս գալ։ Անկեղծ ասած իմ բոլոր մտորումները հենց դրա մասին են, որովհետեւ մենք նորությունները չենք կարող փոխել, մենք այդ նորությունները կարող ենք ուղղակի օգտագործել ճիշտ դիրքավորման համար։ Այսպես գնացինք։ Այսօր սպորապետ Վազգեն Սարգսյանի հիշատակի օրն էր, ավելի ճիշտ արդեն 3։ Ես ճիշտ ասած նայեցի աղցանին ու հիշեցի այս նույն աղցանը, բայց արդեն բղծված ադրբեջանցիները աղցանի գլխին նստած, բնականաբար Արամ Սարգսյանին ոչ մի բան չի ասում, ինքը շատ ուրախ է այդ հանգամանքով, որ ոչ միայն չկա Վազգեն, այլ նաև Վազգենի անվան տակ, Վազգենի շուքի տակ այսօր ինքը դարձել է դոլարային միլիոնատեր եւ Փաշինյան Նիկոլին ծառայելով անմնացորդ փորձում է շարունակել ինչ որ երբևէ իրան չէր հաջողվի, եթե ուղղակի չլիներ Վազգեն Սարգսյան կամ եթե լիներ Վազգեն Սարգսյան եւ լիներ ողջ, հիմա Արամ Սարգսյանների նմաններից ոչինչ չէր մնացել, փոշի նույնիսկ չէր մնացել։ Վատ թե լավ, Վազգեն Սարգսյանը գիտեք, ես ասել եմ, մեդալի երկու երեսն է, հերոսի եւ անտիհերոսի եւ հերոսի եւ հակահերոսի կերպարն է։ Մարդ, որ եւ բազմաթիվ գովելու ապարտանալու առիթներ ադավեց մեզ եւ մարդ, որը խլել է մեզանից ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական պետություն ունենալու հնարավորությունն ու իրավունքը։ Սրանք ամեն ինչը կա, բայց չի նշանակում, որ կարելի է ուլանալ նրա ավանդը Արցախյան առաջի պատերազմում, բանակաշինության մեջ եւ ընդհանրապես հայապահպանման գործում այդ ընթացքում, որը շատ կարևոր է։ Պատկերացրեք, եթե չլիներ Վազգենի նման մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որի անվտանգության խորհրդականը Ժիրայր Դիպալիցյանն ասում է, ինչքան մենք պետք է մեր ինքնության համար զոհվենք, լիք չի։ Սա է Լևոն Տեր-Պետրոսյանական թեզը։ Ինքնությունը զրո է, դատարկ բաներ են, ազգային գաղափարախոսությունը դա փուչ կատեգորիա է։ Եվ այդ պայմաններում Վազգեն Սարգսյանը կարողացավ իր ներկայությամբ եւ իր պարտադրողականությամբ ստեղծել այն, ինչ մենք ունեցանք մինչև 95-96 թվականները, որպես հաղթանակ, որպես մարակ։ Իհարկե դրանից հետո ամեն ինչ գնաց գլխի վար ներքև, որովհետեւ փողը, իշխանությունը, փառքը միշտ չի որ ուղեկցվում են զսպվածության, ասկետիզմի, պետականամետության հետ։ Իհարկե մինչև 99 թիվը, երբ որ արդեն պարզ էր երկիրը չվերափոխելու պարագայում մենք ուր ենք հայտնվելու։ Բայց ավաղ արդեն ուշ էր, երբ որոշումը կայացված էր։ Այս առիթով գերեզման էին գնացել Սասուն Միքայելյանը։ Այսինքն այսօր այն տերերին, որ դուք ծառայում եք, նրանք գնում են։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությունին, նրանք գնում են շնորհակալություն են ասում։ Նրա արունոտ ձեռներն են զարթնում։ Այս դուք դրանց եք ծառայում։ Գնացեք Հեյդարի գերեզմանին դրեք այդ տարիքները։ Այդ նրան շնորհակալություն հայտնեք։ Գնացեք, ինչ եք եկել, մի խրով եք սպառապետի հոգին, մի խրով եք, մի կաշի ինձի, մի կաշի, մի կաշի։ Ես ուզում եմ զգուշացնել ոչ միայն թթվիկա Սասուն, բառի բուն իմաստով Սասուն Միքայելյանին, այլ բոլոր քպեականներին, որ տեսեք, հիմա ձեզ պաշտպանող կա, ձեզ ուղեկցող կա, ձեր համար միջամտող կա, բայց ինչ է լինելու ձեր հետ հունիսի 7-ից հետո շատ մեծ հարց է մնում, որովհետև այս հարցերը մնացել են օդի մեջ կախված, պատասխանները չկան։ Եվ այն շեքախմբերը, որոնք այսօր ձեզ ուղեկցում են, քծնում են, տեղափոխում են, պաշտպանում են, իրանք չեն լինելու ձեր կողքը հունիսի 7-ից հետո։ Ասեմ ավելին, առաջինը իրանք են ձեզ դավաճանելու, իրանք են ձեզ այս մատուցելու սկուտերի վրա, որովհետև դուք շրջապատել եք ձեր նման տականքներով, իսկ դուք գիտեք, տականքները ինչ են անում, երբ որ տեսնում են դիմացի ուժը։ Անում են այն, ինչ որ դուք եք անում։ Այո,
Մտածեք այդ մասին, որովհետև ընկերները կան, այս ընկերներից բացի այլ ընկերներ կան, այդ չեմ ասում որդիներ, հարազատներ, գործընկերներ։ Պահանջը կա, թեման կա, պատասխանը պիտի հնչի, վաղ թե ուշ։ Դա մտածեք։ Իսկ սույն օմեգա 3-ը չեք դեպ օմեգա 3-ը վիտամիններ։ Գործակալ օմեգան այն հարցին, թե աղբյուս նախարարությունը ընդհանրապես պետությունը ինչ անում այն մարդկանց համար, ովքեր մնացել են պատանդ պատերազմական գոտիներում, լսեք պատասխանը տիպիկ զտարյուն քպայականի։ Եթե լողազգեստով նկարագծում, ուրեմն վճարումնա կա։ Բա հասկացաք չափանիշը որն է։ Ես հիշում եմ մոտավորապես նման չափանիշներ դրել դեռ Ռոբերտ Քոչարյանը, մի զարմացեք։ 2000 թվականների սկզբերին էր, որ նորից ստանձնել իշխանություն, որ ասում են աղքատությունը շատ է, մեծանում է։ Ասում են դուք պատոհանից դուրս նայեք, տեսեք ինչքան նոր մեքենաներ կան։ Նոր չէ։ Արտասահմանյան մեքենաներ կան։ Դա է չափանիշը։ Հիմա նույն բանը 21-րդ դարում ասում է արտգոց նախարարը, եթե լողազգեստով նկարած դնում, ուրեմն վճարում է։ Իհարկե Արարատ Միրզոյանը, չլինելով պետական գործիչ, չհասկանալով իր ղեկավարած կառույցի նպատակները չի հասկանում մի բան, ամենակարևոր, որ նույնիսկ եթե քաղաքացին վճարում է կա, դա պարտականությունը պետության վրայից չի վերցնում իր քաղաքացիների նկատմամբ։ Հասկանում եք։ Ուղղակի սա է մնացել որպես արգումենտ բերելու համար, եթե լողազգեստով նկարագրում, ուրեմն վճարում է։ Սա պետք է վիրավորի այն մարդկանց, ովքեր սան աջակցում են, եթե իհարկե դրանց կարելի է մարդ ասել։ Իսկ եթե այս տողերը կարդում են, իրենց դա չի վիրավորում, ինչ ասես, ոչինչ, իրանց ոչինչ այլևս չի կարող օգնել, որովհետև բոլոր ստանդարտները ինչ որ մենք ուղղորդվում ենք, ինչից ելնելով եզրակացություններ ենք անում, դրանք հիմնված են բարոյականության, պատկերշտության, կարևոր բաների վրա, մարդկային արժեքների վրա։ Իսկ եթե մարդու մոտից հանում ես պատկերշտությունը եւ պատասխանատվության զգացումը, ինչպես կասեր մեծ գիտնական Բերսերևան էլ այ ինքն էլ ասել, սահմանել է դա։ Նա վերածում է անասունի։ Եվ ինչ ակնկալես սпасես բիոլոգիապես մարդ, բայց բնույթով անասունից։ Ոչ հիմա չես կարող։ Ոնց է։ Դասական զտայուն քպեակ, որը վաղուց վերածվել է անասունի։ Գուցե անասուն եղել է, չեմ ճանաչում, ես առաջ չեմ ճանաչել, չեմ կարող ասել, բայց փաստի հիմա դա է։ Այսօր բոլոր տեսակի, բոլոր կալիբրների քպեականները փորձում են հերքել այն, ինչ որ երեք ասեց, ցույց տվեց, բացատրեց եւ մեկնաբանեց Արման Թաթոյանը։ Շատ գրագետ, շատ հիմնավորված, ես էլ դա մասին խոսացի։ Բայց քանի որ իրենք կրթությունով, աշխարհայացքով տգետներ են, տգետների հավաքածու, այդպես էլ եւ հանցագործ ամենակարևոր։ Այդպես էլ ոչ մեկ չկարողացավ հիմնավորել ճիշտ է ասում, թե սուտ է։ Չկարողացավ։ Ոչ մի բան։ Որը նշանակում է այդ ամեն ինչը կա։ Ուղղակի հիստերիան, որը բարձրացել է դավաճանական երևույթը բացահայտելու առումով, իրանց ստիպել էր ինչ-որ մի բան ասել, բայց նման պարագաները, երբ որ չունեն արգումենտ հերքելու կամ բացատրելու ինչու՞նա բանը։ Իրանց մնում է ուղղակի այդ հիստերիա առանցքի շուրջ բառեր արտասանել, որոնց մարդկանց մոտ ավելի խորասուն վստահությունը, որ ամեն ինչը ճիշտ է։ Այո, ամեն ինչը ճիշտ է եւ չէր կարող սուտ լինել։ Արման Թաթոյանը պարապմարտ չի, բանսարկու չի։ Ինքը կարող է իմ երազած քաղաքական գործիք չի, բայց հաստատ ինքը բանսարկու չի։ Եվ այն հանգամանքը, որ չեղավ որևէ փաստարկված ապացույց, որ դա չի, նշանակում է Ջորջա։ Նիկոլ Փաշինյանի այս կապիկական ծաղրածուի պահվածքը, ինչ որ ինքը դրսևորում է, մանավանդ այս կլիսիկական օրերին, իմ մոտ բերում է այն համոզման վստահության, որ իրանց պետք չի Հայաստանի ապրող մարդկանց ձայները։ Ոչ, իրանց հույս ուրիշ բանի վրա։ Իրանք ապահովում են թշնամու ներխուժում Հայաստանի տարածք ամենադյուրին եւ արդյունավետ ձևերով։
լավագույն դիրքերից։ Այսօր իրենք դա են ապահովում, քանի կարող են։ Որովհետև իսկ թվում արդեն իրենց վրա դրված չի խնդիր վերարտադրվել։ Կփորձեն կլինի կլինի, չէ։ Բայց մյուս տարբերակը ոչ եղավ։ Այնա որ թշնամին լավագույն դիրքերից գալու է իրանց օգնության։ Սա կարող է դառնալ շանտաժի թեմա, որ վերջում մեզ ցույց տան, ասեն, տեսեք, այս դիրքերը, այս բարձունքներից մեր վրա են նայում թշնամու հրետանին, դիպուկահարները, այ հիմա դուք գնում եք քվեարկելու, եթե չընտրեք ինձ, այդ հրանին ու դիպուկահարներն աշխատելու են։ Ես սրանցից ամեն ինչ եմ սպասում, ամեն ինչ։ Դա լինելու է շանտաժի մեթոդ, չէ՞ որ իրենք ասում են, չընտրեք մեզ, խաղաղություն չի լինի, իսկին լինելը պատմից։ Չընտրվեն, որպեսզի ասենք հունիսի 8-ի գիշերը սրանցից առնվազն մի մաս գոնե առավոտյան կախաղալ չբարձրացվի, գուցե հենց Ալիևն է գալու իրենց օգնություն, խմելով միջանցքը, հրավերելով պատերազմ եւ մեր ուղղությունը ուշադրություն ամբողջովին շեղելով դեպի այդ տարածք եւ այդ միջադեպեր։ Ամեն ինչ եմ ես սպասում սրանցից։ Դա է վկայում իրենց արդեն վարքագիծը, արդեն։ Եթե առաջ իրենք աշխատում էին կեղծ թվեր նկարելու հույսով, կեղծ օրակարգների հույսով, մարդկանց խաբելու հույսով, սև ու սպիտակ խաղը դնելու հույսով ձայներ ստանալ, այսօր ակնհայտ է, որ իրենք արդեն նույնիսկ դա մասին չեն էլ մտածում, որովհետև հասկանում են, որ դա իրականանելի է։ Դա հնարավոր չի։ Ռեյտինգները դա են ցույց տալիս եւ ես ընթացքում թվերով դա կապացուցեմ։ Մնում է միայն ադրբեջանցիների օգնությունը։ Այո, ուղիղ պատերազմի միջոցով։ Հետևաբար ես հորդորում եմ ուղղակի, կոչ եմ անում զինվորականներին, ովքեր առաջնագծում են, ովքեր որոշումներ կայացնելու մեջ իրավունքներ ունեն։ Դուք չեք կարող պատանդ լինել սրա ձեռքում։ Եվ ընդհանրապես զինվորականին սազական չի պատանդ լինել, հա։ Այն էլ հայ զինվորականը չի կարող պատանդ լինել։ Դուք այսօր եթե պատանդ եք Փաշինյան Նիկոլին, վաղը պատանդ եք դառնալու Թուրքին։ Իսկ դուք տեսել եք Թուրքը ոնց է վարվում հայ զինվորական։ Վիճակ պետք է փոխվի։ Վիճակ պետք է փոխվեք ու պետք է պատրաստվեք այդ հարձակման, այդ պատերազմին։ Ես գիտեմ դժվար է լինել, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ դա լինի։ Անպայման։ Որովհետև Փաշինյան Նիկոլեն ստեղ փրկել այլ տարբերակ չի մնում, քան ուղղակի օկուպացնել Հայաստան։ Ալիևի խնդիրը Փաշինյան Նիկոլին փրկելը չի լինելու։ Ուղղակի Ալիևը հասկանալու է, որ այդ 1-2 օրն է, որ ինքը հնարավորություն ունի Սյունիք խմել, քանի կա եւ չկա Փաշինյանի իշխանություն։ Փաստացի կա, բայց չընտրվելուց հետո այլևս ինքը պատասխանատու չի եւ չի կարող ինքը հույս ունենալ, որ հաջորդ վարչապետը լինել է Փաշինյան Նիկոլ, որ ինքը կարող անի այն, ինչ որ առ այսօր արել է։ Ես վստահ եմ, որ դա մտածելու բոլոր հիմքերը ունեմ ու այսօրվա ուժայինները, որոնք կանգնած են դիրքերում, ծառայություն են իրականացում փողոցներում, գիտեն ավելին քան ես։ Երևի իրանք ուղղակի չեն կարողանում հասկանալ այդ կեղտոտ պատկերի իրականությունը։ Մտածում է երևի դա անհնարին բան է։ Անհնարին էր ընդհանրապես այն վիճակը, որ մենք այսօր ունենք։ 5 տարի, 6 տարի առաջ դա անհնարին վիճակ էր։ Այսօր դա իրականություն։ Փաշինյան Նիկոլի համար անհնարին ոչինչ չկա, ինքը չունի սահմաններ, չունի կարմիր գծեր։ Ինքը դրանով է արժանացել վարչապետի պոստը իրեն նվիրելու կոչմանը, որտեղ իրենց պետք է հենց նման մեկը, որ չունի սահմաններ, չունի սկզբունքներ, չունի կապվածություն ոչ իմանի հետ։ Կատարյալ տականք, որը պատրաստ է անելու ամենահրեշավոր հանձնարարությունը։ Այնպես որ հարգելի ուժայիններ, զինվորներ, գոնե ձեր ընտանիքների համար, գոնե, եթե հայրենիքը այլևս ձեր համար բան չի նշանակում, գոնե ձեր ընտանիքների համար պետք է պատրաստ լինեք դրան, այդ սցենարին։ Եվ եթե իհարկե կարող եք, կանխարգելեք դա։ Միաժամանակ այս հնուց կարմիր դրոշի նման փոխանցված
Անալի Քոչարյանն էլ պետք է հասկանա, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողքը տեղում է։ Ոչ միայն 44 օրյա պատերազմի հանցագործությունները կոծկելու, 40 օրյա պատերազմի հանցագործությունները կոծկելու, այսինքն հանցակիցը դառնալու համար, այլ նաև մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ ՀՀ օդային պաշտպանությունը բարձրացվել է 1 մակարդակ։ Որն է այդ 1 մակարդակը։ Այսինքն ինչ էր առաջ որ հիմա։ Ինչ խոսքեր են։ Անդոնը պետք է լավ իմանա։ Անդոնը պետք է շատ լավ իմանա, որ ինքը Փաշինյան Նիկոլի հետ հավասար հանցագործ է։ Հավասար։ Ես մտածի, որովհետև Անդոն, ես քեզ ասեմ, եթե նույնիսկ դու հույս ունես, որ Սամվել Կարապետյանի կամ Արման Թաթոյանի կամ որոշ մարդկանց ձեռքերով դու ինդուլգենցիա ես ունենալու նոր իշխանության պարագայում, իմ ու իմ նմանների պարտքն է լինելու քեզ կախաղանում։ Դատական ձևերով հնարավորություններ։ Ես քեզ պետք եմ ասում, վստահ եմ ասում, ոչ մի իշխանություն գլուխը չի ցավացնելու քեզ փրկելու համար։ Ես գիտեմ, դու վստահ ես, դու քո ընկերներն են, չէ՞, այնտեղ։ Ռոբից Լևոնից սկսած մինչև Սերժիկ։ Մտածելով դու այդ համակարգում Նիկոլի չնելու դեպքում, հա, այդ ռուսական համակարգում դու փրկվելու ես։ Չէ, Անդոն։ Փողոցներում քեզ սպասել է այն նույն վիճակը, ինչ այսօր բարի բուն իմաստով սասունն էր զգում իր վրա։ Քեզ ոչինչ չի փրկել։ Եվ ես երաշխավորեմ իմ նմանների ձեռքով դու հասնելու ես բարձրագույն պատժի տեղը։ Հույս չունենաս։ Այսօր նորություններ տարածվեց, որ Իրանը հարվածում է Բաքու-Ջեյան նավթողին, Իրանը հարվածել է Ադրբեջանի Նախիջևանի դպրոցների միջալոցայը, նայեք, սա մասին գրվել է նաև Արտասամանյան մամուլում գրվեց, ես նկատեցի։ Ես նման տեղեկություններին, ճիշտ ասած, շատ զգուշավորությամբ եմ վերաբերվում արդեն, ոչ թե որ խփելա թե չի եղել, միջադեպ է եղել, թե չի եղել, նախ ով արել։ Իրանը հերքեց, որ ինքն արել։ Իսկ եթե հարված եղել է Բաքու-Ջեյան նավթամուղին, արդեն չգիտեմ դա ով արած կարող է լինի, որտեղ Իսրայելն է բացահայտվել այս ամբողջ ընթացքում հարձակվելով ոչ միայն բանի վրա, Նախիջևանի վրա։ Ուրեմն բրիտանացիները պարզել են, ես դա ցույց կտամ, որ Կիպրոսում իրենց բազաների վրա էլ հարձակվել Իսրայելը իրանական շախետներով։ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններից ամենամեծն տվակցել է, պայթեցել էլի Իսրայելը իրանական շախետներով։ Սա էլ փաստորեն Իրանը հերքեց, որ Թուրքիայի վրա հարձակում եղել է իր կողմից։ Մի խոսքով, ես կասկած չունեմ, որ սա տիպիկ իսրայելական ձեռագիր է, որ եթե այդ պարագայում կարող է լինել, ինչու այս պարագաներում չի կարող լինել։ Ուղղակի հասկանալի չի Բաքու-Ջեյանի վրա ինչու պետք է հարձակվեր, այն դեպքում, երբ 30% իր նավթը ստանում է ինքը հենց այդ նավթամուղով Թուրքիայից։ Իմ համար մի քիչ սա հասկանալի չի, բայց դա չի նշանակում, որ սա անհնար է։ Մի խոսքով ես գիտեմ, որ Հայաստանում մարդիկ կային, որ հույսեր էին փայփայում լավ իմաստով, որ այո, հեսա Ադրբեջանը կմտնի պատերազմի մեջ եւ Իրանը կլուծի Ադրբեջանի գոյության հարցը։ Ամեն ինչ այդքան հստակ չի եւ ամենակարևորը մենք չգիտենք որքանով է պետք Իրանին Ադրբեջանի մասնատել կամ չմասնատել կամ նրա վրա հարձակում գործելու հնարավորություններ։ Եվ ամենակարևորը ես չի ուզենա, որ մեր ռազմաքաղաքական խնդիրները մենք լուծեինք այլ երկրների ձեռքով։ Վատ չէ լինի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ պարագայում մենք չենք դառնում սուբյեկտ։ Մենք ոչ մի բան չենք դառնում։ Եվ այդ հաջողությունը մեր հաջողությունը չի։ Եվ մենք դրա նկատմամբ ոչ մի իրավունքներ չենք կարող։ Ամեն դեպքում կհետևենք ընթացքին եւ կփորձենք հասկանանք այս հարվածներն ում ձեռքով ա եղել։ Բայց մի բան է պարզ, որ այդ ընկած դրոնի վրա ասեն գտել են ադրբեջանական սեյական համարներ, որ արտադրված է եղել իրենց մոտ։ Որն էլ վկայում է հենց նրա մասին, որ իրենց դաշնակից Իսրայելի
ձեռքով է դա իրականացվել։ Դե շնորհավորում եմ, ցանկացած մեկը, որ Իսրայելի հետ գործ ունի, պետք է հասկանա, որ Իսրայելը որպես քաղաքականություն հոլոկոստից սկսած մինչև բոլոր տեսակի տերորիստական ակտերը հրեաների նկատմամբ կազմակերպել է հենց ինքը։ Հենց ինքը։ Աշխարհում ես չգիտեմ քանի տերորիստական ակտ կա, որ ինքը մեջ կապ չունի, ես չեմ կարող հաշվել, բայց որ ինքը մեծ փորձ ունի եւ ամենայն հավանականությամբ եւ ամենայն հաճախականությամբ հենց հրեաներն են հայտնվում այդ տերորիստական ակտերում որպես թիրախ, որ հետո մեղքը բարձվի իսլամիստների վրա, դա փաստ է։ Այդպես որ Ադրբեջանը պետք է չզարմանա սրա։ Բայց սա իր ընտրությունն է, նենց որ բարիգալուստ իսրայելական դժոխք, դեռ դուք շատ բաներ պետք է քաշեք Իսրայելի բարեկամը հանդիսանալու համար։ Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ոչ մեկ չգիտի երևի, քանի տերորիստական ակտ է իրականացել Ամերիկայի Նահանգների նկատմամբ հենց Իսրայելը, լինելով ամենաջերմ դաշնակիցը։ Բարիգալուստ դժոխք։ Ֆինանսների նախարարը հասկանալով հանդերձ, որ ժողովուրդը չկերավ 65 միլիարդ դրամի կուտը, որով իրենք փորձեցին 2 ամսով բարձրացնել թոշակառուների թոշակը 10,000 դրամով, կտրելով այն պաշտպանության նախարարությունից, այսօր հայտարարում է, որ 200 միլիոն դոլարի հավելյալ բեռը բյուջեի վրա բացասում է, ռիսկային է։ Սա երկու բան է նշանակում, որ այս ապուշին չեն էլ հարցրել ֆինանսների վրա ըլլում թե չի լինում, կամ հարցել են ասելա չէ, որոշել են առանց իրայի գիտության ուղղակի դնել եւ բարձրացնել ձայներ հավաքելու համար։ Եվ երկրորդը, որ սրանք հիմիկվանից զգուշացում են մեզ, որ այդ 208 միլիոն դոլարը, որ վերցել է Փաշինյան Նիկոլը իր վրա թոշակների բարձրացնելու համար, չկա, գոյություն չունի, սա ավանտյուրա է, հունիսի 1-ից հետո ամենայն հավանականությամբ դա չի լինել։ Այնպես որ սիրելի թոշակառուներ, ուրախանալու առանձնապես ես բան չեմ տեսնում, չես վստահ եմ, որ մարդիկ առանձնապես չեն ուրախացել, բայց ես ասեմ, որ սա է սխեման։ Եվ այսօր փաստորեն ֆինանսների նախարարը պարզ ասում է, չկա այդ փողը, չկա։ Այդ բեռը պետությունը չի կարող իր վրա վերցնել։ Հետևաբար մի օր կասի չեն կարողանում վերցնել, որտեղ այդ բեռը չհաղթարեցին։ Նենց որ չկա բարձրացում։ Ձեզ պետք է, մեզ պետք է ձեզ ձայները, մենք ինչ-որ չափով ստացանք կամ չստացանք։ Վերջ, մենք էլ իրար նկատմամբ պարկ ու պահանջ չունենք, չկա։ Այո։ Ես վստահ եմ, որ 600,000 մոտավորապես թոշակառու ամբողջությամբ երևի 90% պլյուս երազում է ոչ թե 10,000 դրամ ավելի բարձր թոշակ, երազում է ուղղակի, որ երբ հեռուստացույց կամ ռադիո կմիացնի, այլևս չի լսելու Փաշինյան Նիկոլի ձայնը։ Իջերս մի բան ասեմ, անկեղծ գրեք պատասխանեք էլի։ Շատ իմ դասական արվեստի ներկայացիչ ընկերներ, որ պրիվատ խոսում են իմ հետ, երբեմն խոսում են, վաղուց չենք շփվում, ժամանակ չկա, բայց մեկ խոսում ենք, իրանք ես խոստովանում են, որ սկսել են անասուն բառ օգտագործել, ամեն անգամ, երբ որ լսում են Նիկոլ Փաշինյանին։ Ես հետաքրքիր բան ասեցի, ես գիտեք, առաջի բանը, որ հենց ձեն անգնում է, հենց մի բառ լսում եմ ֆրազ, առաջի բառը, որ գալիս է իմ մտքի մեջ, դա անասուն։ Ընկերներս թեթևաչափ շուչ են քաշում, ասում են, գիտեք, մեր մոտ էլ է նույն բանը։ Ասենք դա մի բառ է, որ մեր լեքսիկոնում երբեք չի եղել, բայց բոլորին է հասցել սա այդ վիճակը։ Եվ վստահ եմ 600,000 թոշակառու ոչ թե 10,000 դրամ ավել է երազում, այլ երազում որ ես անասունի դեմքն ձայնը երբեք չլս։ Որ ինքը ոչ թե մտածի 10,000 դրամ ավել ստանալու թե չէ, ինքը հանգիստ ապրի իր երկրում, ապահով եւ չմտածի թուրք իր դուրը ծեծելու թե չէ, որտեվ 600,000 թոշակառուների համար դա ավելի կարևոր է։ Ու ինքը հասկանում է դրա մեջի կապը։ Եթե կա այս անասունը կամ այս անասունները, այդ վտանգը ամեն օր կա։ Ոչ թոշակ լինելու, ոչ էլ վտանգի անհետացում անում։ Ուստի որպեսզի ունենալ թոշակ եւ անվտանգ երկիր,
պետք է սրանց ուղարկել դեպի դժոխք։ Մինչդեռ մի հատ Արսեն Թորոսյանի դեմքին նայեք, դոկտոր Մայի, դուք մտածում եք պատահական է, սրա նշանակել Արշապարոսյան նախ։ Սա պետք է ապահովել է մահվան ենթանակությունը COVID-ի ժամանակ, որը իր վրա դրված էր Արշապարոսյան միջազգային կազմակերպության կողմից, ՈԶԻ կողմից, որն էլ ստեղծել է այդ COVID-ը, որն էլ ստեղծել է այդ fake վակցիները եւ հասկանում եք, որ սրանց կենսագրությունը բնույթ իրանց դեմքի վրա գրած է։ Ուղղակի երբեմն մեկ ուշադրություն չենք լինում։ Պարզական այդ նկատելու։ Քանի որ սանով ուզում եմ հայկական քաղաքական դաշտը ամփոփել, ես ուզում եմ ներկայացնեմ ձեզ քվեարկություն, որից չկա Փաշինյան Նիկոլը, ես իրեք երեկոյան էի դրել, ձեզ ներկայացրեցի 1800 մասնակցի պատկերը, արդյունքները, այսօր ունենք 7700 մասնակից եւ Արման Թաթոյանը ստացել է 4%, Բադել ավել է 1%-ով իր դիրքերը։ Սամվել Կարապետյանը 35% ունի, Գուրգեն Սիմոնյանը 22%, Արտակ Սարգսյանը ստացել է 39%։ Ինչ եմ զարմանում 39%-ի վրա, որտեղ նախորդ իմ հարցումների ժամանակ Գուրգեն Սիմոնյանը, եթե ոչ մեծ բանով, բայց առաջ էր Արտակ Սարգսյանից։ Այս բանը չեմ կարող բացատրել ես ոնց։ Մինչև հունիս ժամանակ կա։ Դեռ տատանումներ կլինեն, բայց ոչ է։ Ես վստահ եմ, Սամվել Կարապետյանը ունի ձայների մոտ 30%, վստահ այդքան ձայն ինքը տանելու է։ Փաշինյան Նիկոլը 10%-ից ավել չի ձգել։ Ոչ մի ձևով։ Եվ ոչ Արման Թաթոյանը կարող է իրան օգնել, չնայած կասկածում եմ, որ Արման Թաթոյանը ձայնը հավաքում որ տա է։ Ոչ մնացած մանր չեկ կուսակցությունները ռուսական թելից առաջադրված են, Քոչարյան կլինի կամ Քոչարյանի ձեռքով այլ մարդ կլինեն։ Դեռ լինելու են ինչ-որ բաներ, մանր Նիկոլին փրկելու համար։ Բայց այս բանին, որ նայում եմ, Նիկոլին փրկելը անհնարին է, եթե իհարկե Սամվել Կարապետյանը չփորձի Նիկոլին փրկել։ Ես չեմ կարծում, անկեղծ եմ ասում, որ Սամվել Կարապետյանի ծրագրերի մեջ է մտնում Նիկոլ փրկելը։ Իրոք չեմ կարծում, բայց միակ մարդը, որ կարող է իրան փրկի, Սամվել Կարապետյանը։ Ապրենք, տեսնենք։ Սա Իրանի պատասխանն է, որ Իսրայելը կարող է ներգրաված լինել Ադրբեջանի վրա անօծաչու թրթվող սարքի հարձակման մեջ։ Պարզ ասում եմ, իրենք չեն։ Իրենք խնդիր չունեն ասելու մենք ենք։ Եվ մինչդեռ ես իմաստել չեմ տեսնում Նախիջևանի դպրոցը ռմբակոծելու մեջ։ Դպրոց ռմբակոծելու եւ որպեսի ցավը առավել մեծ լինի, հարուստ փորձ ունի Իսրայելը։ Իսրայելն է այդ մանկասպան գենոցիդալ պետությունը։ Ես հիմա հայերեն մի բան կասեմ, իսկ ուզեմ դուք անգլերեն տարածեք։ Իմ սիրելի բարեկամներ, ներողություն։ Տարածեք այս հարցում։ Ուրեմն չկա անտիսեմիտիզմ հասկացություն, որով փորձում են վախեցնել իմ նմաններին, ձեր նմաններին, որոնք ասենք ուղիղ նայում են հրեաների դեմքին եւ կարող ասեն դուք գենոցիդալ պետություն եք։ Որովհետեւ սեմիտները նաեւ ասորիները, արաբները ելի ազգեր կան, հիմա չեմ հիշում։ Բայց այդ երկու մի քանի 100 միլիոնանոց ազգեր նրանք նույնպես սեմիտ են։ Հետևաբար Իսրայելի քննադատելու համար մեկին ասել անտիսեմիտ դի абսուրդ է։ Իրականում կա անտիսիոնիզմ, հայ կա, որտեղ սիոնիզմը դա նույն ֆաշիզմ։ Ինչ տարբերություն լինել անտիսիոնիզմ թե անտիսեմիտ, որտեղ սիոնիզմը դա գաղափարախոսություն է, սեմիտիզմը դա ռասա է։ Երբ որ քեզ մեղադրում են ռասայական խտրականության մեջ, դա ծանր մեղադրանք։ Բայց քեզ չեն կարող մեղադրել, որ դու ֆաշիզմը չես ընդունում, դու գաղափարախոսությունը չես ընդունում։ Ես նկատում եմ հայկական մեդիատարածքում որքան կիսագրագետ մարդիկ կան, գրագետ, բայց դիտավորյալ, օգտագործում են անտիսեմիտիզմ եզրույթը, այսօր գենոցիդալ Իսրայելի քննադատելու համար։ Թույլ տվեք իրենց ուղիղ ասեմ, նայելով աշնան, կամ դուք տգետ եք, կամ դիտավորյալ եք։ Հասկանալով, որ դա անտիսեմիտիզմ չի կարող լինել, որտեղ հրեաները միակ սեմիտ ազգերը չեն,
դա անտիսիոնիզմն է, որը հավասար լինել անտիֆաշիստ, այսինքն պատկերացրեք մի բան ժամանակին, որ կարելի է մեկին մեղադրել լինել անտիֆաշիստ լինելու մեջ։ Եվ մարդկանց նեղացնել ռասայական խնդրականության մեջ, երբ որ դա գաղափարախոսության դեմ ապստամբություն է, դա բարեհաճ չի։ Եվ նույնիսկ եմ կրկնում, եւ անգլիագիտությունը։ Ուղղակի ձեր բախտը չի բերել, որ ձեր դիմաց այդ պահին գրագետ եւ ոչ թե գրագետ, ասենց ասեմ, այս մանր հարցերի մեջ խորացած մարդ չի եղել, որ ձեզ ուղիղ ասեն ինչին որ դուք արժանի։ Բայց խնդրում եմ, սա ձևակերպեք անգլերեն, փոխանցեք հայերեն, նաեւ բոլոր նրանց, ովքեր սխալ մամ կամ դիտավորող փորձեն ձեզ կամ մեկին մեղադրել անտիսեմիտիզմի մեջ։ Դա ամենակեղտոտ անիմաստ արտահայտությունն է, որը ստեղծել են հենց հրեաները, որոնցով կարողանան մարդկանց զսպաշապիկ հագցնել։ Չի կարելի լինել անտիսեմիտ։ Իսկ ինչ կապ ունի սեմիտ ազգի մեջ։ Մանավանդ դու Նետանյահու։ Դու սեմիտ էլ չես նույնիսկ։ Սեմիտները դա ռասա է։ Ոնց արմենոիդները, սեմիտներն են ռասա։ Մանավանդ դու որ սեմիտ էլ չես։ Եվ հրեաների մեծ մասը սեմիտ։ Ինչ է։ Սա այդպես։ Նույն ձևի տարիներ շարունակ փորձել են մեզ նկարել ինչ է նշանակում մտովի տերորիստ, հա, մտովի տերորիստ նկարել են այս պատկերներով, ապաման չալման գլխին մի քիչ մոլքով ու ապաման մահմեդական։ Այս նույնն է, երբ որ Դանթեի աստվածային կատակերգությունից հետո մարդիկ նկարիչներ սկսեցին նկարել ինչա դժոխքը։ Այս ժամանակ մարդիկ սկսեցին վախենալ իրական դժոխքից, որովհետև տեսան այն պատկերները, որոնք սկսեցին նկարել նկարիչները։ Այսինքն սա փորձված բան է, որ պատկերները շատ ավելի շատ են ազդում մարդկանց վրա, քան զուտ խոսքերը։ Եվ մեզ իրենց մեդիաների ձեռքով ստիպել են հավատալ, որ տերորիստները հենց այս սպիտակ շորերով, չալմանելով, մոլքով մարդիկ են, որոնք կարող են լինել բռնակալ, բայց դա ուրիշ բան է։ Եվ իրական տերորիստները բացվում է փողկապներով, իրական տերորիստ մարդակերներ, իրական սպիտակ մաշկով, սպիտակ ռասայի ներկայացուցիչ են, կրթված, հարուստ, դանակ պատառաքաղից վարժ օգտվելու ձևեն իմացող, սա են իրական տերորիստները։ Եվ մեզ գուցե ժամանակ է պետք մի քիչ ադապտացվել սրան, ուղղակի ընդունել, որ մեզ երկար ժամանակ խաբել են։ Ես ընդունում եմ, որ խաբել են, ես ընդունում եմ, որ նույնիսկ ես եմ հավատացել եք անձին։ Բայց այդպես է լինում, երբ որ մեդիան լինում է ուղիղ մեկի կոնտրոլի տակ, իսկ ազատ մեդիայի պարագայում դա դժվար է։ Ու ամենամեծ կորուստը, որ ես միշտ ասել եմ, որ սիոնիստներն ունեն հիմա, դա մեդիայի ազատականությունն է, այսինքն մեդիայի այլընտրանքի ստեղծումը։ Եվ այդտեղ են պարտվելու իրանք։ Ու պարտվելու են հանկարծ չկասկածել։ Իսկ հիմա գնանք այդ պարտավորականությունը ապացուցող փաստերի հետևից։ Ուրեմն այստեղ երկրներ կան, որոնք դատապարտում են Իրանին, դա Հորդանանն է, Սաուդյան Արաբիան է, Քաթար, Օման, Քուվեյթ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս եւ երկրներ, որոնք չեն դատապարտում Իրանին, դա Ֆրանսիան, Բելգիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, բանը տարօրինակ է, չէ՞։ Իրանը մահմեդական երկիր է, պետք է հակառակը լիներ։ Հարցը հնչում, որն է այստեղ ֆենոմենը։ Պարզ վերևի երկրներում Հորդանան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Օման, բոլոր տեղերում կա ամերիկյան ռազմաբազա, բոլոր տեղերի նավթը գնվում է ամերիկացիների կողմից, եւ այդ երկրները կիսապատանդ վիճակում են, եթե չասեմ ոչ ամբողջական, գոնե կիսապատանդ վիճակում են ամերիկյան ռազմական ուժերից եւ գումարներից։ Իսկ այն երկրները Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Բրիտանիան, Նիդերլանդները, նույնիսկ եթե ունեն ռազմական համագործակցություն ամերիկյան հասանների հետ, նրանք ցանկացած ժամանակ Իսպանիայի նման կարող են ասել դուրս եկալ իմ երկրից, որովհետև չունեն ռազմական կախվածություն եւ չունեն ֆինանսական կախվածություն այստեղ եւ չունեն նավթ ամենակարևորը, որովհետև չգիտես ինչի բարձրում է տերորիստներ կան այն երկրներում եւ իրancs հետ պետք է պայքարել իրancs դեմ, որտեղ նավթ կա։
Սա բանա ամերիկյան դասական քաղաքականությունն է, որը թվում է էլի պետք է աշխատի իրենց կարճուղեղով, բայց չի աշխատում, չի աշխատում։ Արդեն չի աշխատում եւ ես հիմա դա կապացուցեմ։ Քրդական ընդդիմադիր կուսակցությունն Իրանի վրա չհարձակման պայմանագիր են ստորագրել։ Քրդական դեմոկրատական կուսակցությունն է հայտնում դրա մասին։ Սա էլի ժամանակապետ ճշտելու համար, ինչի, որովհետև տեսանյութեր են տարածում, որ Իրաքի Քրդստանից արդեն ներխուժում կա Իրանի տարածք։ Եվ դա ինչքանով է ճիշտ, թե չեմ կարող ասել, բայց ճիշտ կա մի բան, որ Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվ աշխատում են Իրաքի քրդերի հետ, որպեսզի նրանց զինելով կարողանան ցամաքային ճանապարհով խնդիրներ ստեղծել Իրանի համար։ Դա ես ինչի համար եմ ասում։ Քրդերը բազմակի անգամ օգտագործվել են այս կարգի ինցիդենտների դեմ, հայոց ցեղասպանության ժամանակ, Սիրիայում պատերազմի ժամանակ, վաղ օգտագործվել են թուրքերի դեմ, եթե պետք լինի, հիմա ուզում են օգտագործել իրանցիների դեմ։ Եթե դա իրականություն է, որ քրդական ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են չմտնել այդ խաղի մեջ, չհարձակվել, դա կլինի հրաշալի ձեռքբերում, հսկայական ձեռքբերում, որովհետև իրանք շատ լավ պետք է հասկանան իրենց պատմությունից, որ դա երբեք իրենց ոչի բան չի տվել քաղաքական իմաստով։ Իրենց միշտ օգտագործել են, հետո տվել են թուրքերին, դավադրաբար, ինչպես Սիրիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ զենքեր առաքել ու դուրս եկել տարածքից, թողելով նրանց մենակ թուրքական զինված ուժերի դեմ։ Ժամանակն է, որ քրդերը եւ Իրաքում եւ Իրանում բոլոր տեղերում հասկանան մի բան, որ իրենց անկախություն ոչ մեկ չի նվիրելու իրենցից բացի, մանավանդ արդեն դառնում բազմակի անգամ իրենց նպատակները ապացուցած Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնպես որ ես ուզում եմ հավատամ ավելի շատ, որ քրդական կուսակցությունները այդ քայլին գնացել են չհարձակվելու։ Ես ուզում եմ առաջին լսեք հոյակապ ելույթը։ Right now you're saying Iran does not want a ceasefire. We are not asking for a ceasefire. Հիշում եք երևի, որ հարձակման հաջորդ օրը ամերիկյան Նիկոլը Թրամփ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն նրանց են խփել, զանգում են, դերից ուզում են մեզ հետ պայմանավորվել Խամենեիի մահվանից հետո։ Հիմա ասում է, հիմա դուք ուզում եք ասել, որ ձեզ զինադադար պետք չի, ասում մենք չենք ուզում զինադադար, մենք չենք խնդրել։ And we don't see any reason why we should negotiate with the US. Եվ ասում ոչինչ պատճառ չենք տեսնում, ինչու պետք է ընդհանրապես բանակցենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ When we negotiated with them twice and every time they attacked us at the middle of negotiations. Ասում մենք երկու անգամ իրենց հետ բանակցության ժամանակ ենք եղել, մեջ ենք եղել, երկու անգամ էլ հարձակվել են։ Որն է իմաստը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցելու։ Կներեք, տղայի պահվածք է։ Չեմ ասում կներեք, ուզեի ասել տղայական, բայց դա նույնիսկ բան չի, ամբողջական չի, ասպետի, իրոք Արախչին ներկայանում է որպես արժանապատիվ մարդ։ Ես կավելացնեմ նույնիսկ 3 անգամ, մի անգամ էլ իրանք Քաթար գնացել են հանդիպման, ամերիկացիները չեն եկել եւ այդ տարածքը ռմբակոծվել էր, եւ սպանվել են իրանցիներ։ Դիշում։ Այսպես պետք է լինի պետության ներկայացիչը։ I hand sense. So there is no request for a ceasefire by us, and there is no request for the negotiation with the US from us. We have never sent any messages to them. Մենք երբեք ոչ մի մեսեջ չենք ուղարկել, ոչ բանակցությունների, ոչ զինադադարի համար։ Այսպեսին մի բան էր պատտվում այսօր ինտերնետում, Going Lives Matter, այսինքն գոյերի կյանքն էլ կարևոր է։ Հիշում եք Black Lives Matter, սևերի կյանքն է կարևոր։ Հիմա այսպեսի մի վիրուս է տարածում, որ գոյերը մենք են ժողովուրդը։ Գոյերը բոլոր նրանք են, ովքեր դրա չեն։ Որոնք հրաների համար համարվում են աղբ, կենթանի։ Կին երեխա էական չունի, նույնիսկ գոյերի կենթանիներն են ենթակա սպանդի գիրավություն։ Հետաքրքիր լոզունգ է։
That's I'm uzun lısaq, sa Britanasıներն են, արդեն ապացուցում, որ իրենց վրա հարձակվել են իսրայելցիները։ The drone that hit the British base in Cyprus was not Iranian. So whose was it? That a Shaheed-like drone, which targeted RAF Akrotiri on the 2nd of March, that was the drone that came in at midnight. They are saying that that was not launched from Iran. So that is interesting and significant. They are not giving us any information as yet as to where they think that was launched from. Սա նրա մասին է, որ Շահեդի նման դրոնը, որովհետև իրանական է, բրիտանացիները գտել են, նայել են տրայեկտորիան, մասը դա իրանական չի եւ Իրանի կողմից չի։ Իհարկե ուղղ չեն ասում, որ իսրայելական է։ Բոլորս լավ հասկանում ենք։ Ահա չենք ասի ով է, բայց բոլորս լավ գիտենք, չէ՞ որ ով է դա։ Մնալու է մենակ։ Եվ այդ երկիրը ամենայն հավանականությամբ աչքներից առաջ փլուզվելու է։ Ու մենք էլ այդ ընթացքում երևի կարողանանք հունիսի 7-ին բերել ազգային իշխանություն եւ փրկվել վերջնական ոչնչացումից եւ դառնալ քաղաքական սուբյեկտ, որպեսզի կարողանանք օգտվենք այն հնարավորություններից, որոնք բացվում են։ Թրամպիզմը, ինչպես նիկոլիզմը, արագ քայլելով գնում է դեպի կործանում, արագագույն, որովհետև երբ որ արդեն էլ տեղ չկա բռնելու, նրանք ստիպված օրական ավելի մեծ հիմարություն են ցույց տալի, որպեսզի արդարացնեն իրենց հանցագործությունները։ Եվ այսպես բարձրաստիճան հանրապետականը, կարծեմ նույնիսկ սա սպիկերն է, Մայք Ջոնսոնը, ինչ որ է, հանրապետականը, բարձ ասել է, որ մենք պետք է հաղթենք, վերացնենք Իրանը, որովհետև նրանց կրոնը misleading է, այսինքն ապակողնորոշող է, սխալ կրոն ունեն։ Հիմա արդեն ամեն ինչ անցել են եւ շիա մահմեդականությունը համարում են մի կրոն, որը պետք է արմատախիլ ալի։ Հա։ Այդ դեպքում ինձ հետաքրքիր է, բա Ադրբեջանի հետ ո՞նց են իրանք ռազմավարական խորը համապարփակ համաձայնություն կրում, որովհետև ընդեղ էլ կա շիա մահմեդականները Ադրբեջանում շատ են։ Չասեմ ամբողջական, բայց շատ են։ Հասկանում եք, սրանք էլ բան չունեն, արգումենտ չունեն, փաստ չունեն, թե պատերազմը ինչի համար է։ Ասում են շիա մահմեդականությունը լավը չի։ Այ կրոնի դեմ է փաստ ունես պայքարը։ Դե բնականաբար պատկերացեք, սա ինչ արձագանքներ պետք է ունենա ամերիկյան հասարակության մեջ։ Խորն է, շատ խորն արձագանքները, ես նայում եմ ուղղակի փոքրիկ վերլուծաբաններ, դե մեծերին արդեն գիտեմ անգլերեն, արդեն պետք է ասեմ, որ սրանց վիճակը շատ վատ է։ Շատ։ They have declared war on us. I don't believe in the semantics. We've talked about the language this morning. We're not at war right now. Wait, what? Ասում ենք պատերազմի մեջ չենք ասում, նրանք են ասում հայտարարել պատերազմի նկատմամբ։ Այսպես կանգնում են ամբողջ աշխարհի դեմքին նայելով, ասում մենք կապ չունենք։ Իրանք են հայտարարել պատերազմի նկատմամբ։ Բա։ Նույն դեմքով։ Հետո էլ ասում, որ այս պատերազմը այդ անիմաստ կրոնը վերացնելու համար է։ Նիկոլիզմը փաստորեն կարելի է ասել 25-26 թվականների ամենատարածված վիրուսն էր։ Այսօր տեղի ունեցել քվեարկում, որը պետք է փորձել են կասեցնել Թրամփի լիազորությունները, նոր հարվածներ, նոր հարձակումներ հայտարարելու մասով։ Եվ փաստորեն չեն կարողացել։ Չեն կարողացել, որովհետև փաստորեն Իսրայելին ծառայող կոնգրեսականներն ավելի շատ են իրականում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը սպասարկող։ Ու սա էլ շատ հետաքրքիր էր ամերիկացի ժողովուրդը այսօր ծառեց այդ դառը ճշմարտությունից։ Իսկ նրանք են հիմնական իրամիջավայրը, որոնք ուղիղ տեսակ ինչ թվեր են ստանում հենց Իսրայելից, աշխատավարձի ձևով։
Տեքսասի սենատորն է, Արքանզասի սենատորն է, Նյու Յորքի գավերներն է, ղեկավարն է, մի խոսքի։ Սրանք 2 միլիոն 900,000, 2 միլիոն եւ այլն, սրանք ուղիղ ֆինանսավորվում են այդ IPAC կոչվածից եւ սրանց ձեռքով մի խոսքով փսկվեց Թրամփից մի անգամ։ Բայց իրանք չհասկացան մի բան, երևի իրանց համար ավելի շահեկան կլիներ ոչ չփրկվեին, որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեին հետ քայլ անել։ Իսկ հիմա գնալու են միջև վերջ, ինչքան հնարավոր է, եւ բնականաբար վնասներն են ավելի շատ մարդկային կյանքերի իմաստով եմ ասում, ու դրա համար պատասխանատվությունը շատ ավելի ծանր է լինել այս նույն մարդկանց վրա։ Ամեն դեպքում այսօր ամերիկացի ժողովուրդը իր աչքերով տեսավ, որ իր կողմից ընտրված սենատորները ծառայում են ուղիղ իսրայելական շահերին։ Դե արժևում ընտրություններ են, չէ՞։ Ինձ մեկը գրել է կոմենտների մեջ, ախր ինչի եք այդքան բանալու, չեք մտածում, չգիտեք, որ դեմոկրատներն էլ, հանրապետականներն էլ նույնն են, եք կողմն ծառայում է Իսրայելին, ասում եմ իհարկե, բայց ես չեմ ասում կուսակցություն միայն։ Ես ասում եմ այն մարդիկ, որոնք ծառայում են իրանց։ Ես պետք է տեղեկացնեմ մեզ դիտողներին, որ ի տարբերություն Հայաստանում են ցուցակով ընտրվում, դու հանրապետական ես, բարգավաճ ես, թող ես։ Ամերիկայում ուրիշ ձև է, ընտրում են մարդու, ոչ թե կուսակցությունը։ Հետո մարդը կարող է լինի դեմոկրատ կամ հանրապետական, բայց մարդուն են ընտրում, այդ ընտրված մարդը գալիս է իր ծրագրով։ Եվ ինքը ոչինչով պարտական չի եւ պարտավորված չի կուսակցության նկատմամբ։ Այո, լինելու են հանրապետականներ հակաիսրայելական լոզունգներով ընտրված, լինելու են դեմոկրատներ հակաիսրայելական լոզունգներով ընտրված, այսինքն պրո-ամերիկյան, հա։ Եվ այստեղ կուսակցական պատկանելությունը էական չի, ուղղակի մենք հիմա շեշտում ենք հանրապետական, որտեղ հիմա հանրապետականներն են իշխանության, հա։ Բայց այս ապագա ընտրությունները լինելու է պրո-ամերիկյան թե պրո-իսրայել, այ դրա մեջ, ոչ թե դեմոկրատ կամ հանրապետական, այստեղ է լինել։ Իսկ այս նկարը շատ հետաքրքիր նկար է, Կանադան հաշիվ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին երկար իր կապիկությունների համար։ Պարզվում ամբողջ այս ընթացքում տասնյակ տարիներ կանադական օդային տարածքը, որտեղով իրականանում են Ամերիկայից Եվրոպա գնացող բոլոր թռիչքները, բոլոր թռիչքները գնում են Կանադայի վրա։ Եղել է անվճար։ Բա հիմա այս ամեն ինչից հետո Կանադան փակել է օդային տարածքը, ոչ թե փակել է չթռնելու իմաստով, արդեն դու պիտի վճարես։ Եվ այն օգուտները, պատկերացրեք, դեք ինչքանի միլիոն թռիչք կա կատարվում, հարեկան։ Եվ ինչքան գումարի մասին է խոսքը, որ մտնել է ուղիղ կանադական բյուջե։ Եվ այս ամերիկյան դիգոլը, որ աջ ու ձախ մահակը ձեռին խփում էր բոլորի գլխին սպառնալով ամեն ինչով, այսօր լեգիտիմ կորցրել է եւ այդ հնարավորությունները ճնշելու եւ ինքը սկսել է արդեն վճարել եւ ջրերի համար օգտագործող կանադական լճերի վճարել է եւ օտային տարածք օգտագործելու համար եւ իրականում Կանադան սկսել է ուղիղ առևտուրանել Եվրոպայի հետ եւ Չինաստանի հետ, որ մահացու հարված է այս Նիկոլին եւ երկրին ամենակարևորը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ֆինանսական ծանր շրջան է սպասում, ես չեմ դադարի դրա մասին ասելուց։ The Guardian-ն է գրում, որ արդեն լուրջ թերթերն են մեղադրում Թրամփին ոչ օրինական հարձակման մասին։ Դատապարտում են պատմության մեջ վերջի 70 տարվա մեջ sense բան չի եղել, որ եվրոպական լուրջ թերթերը քաղաքական գործիչները, երկրները մերժեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Թրամփը հասավ դրան։ Թրամփը իրոք հասավ դրան։ Դեն ուղղակի մանդատ չունի եւ իր գործողությունները անօրինական են։ Իսկ տեղում, լսեք Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինքնին խոսա
այս ֆուտբոլային խաղի ժամանակ պետք է ելույթ անենում, իրեն չեն լսում, ամբողջ ստադիոնը բույ է գոռում։ Պատկերացեք այդ միկրոֆոնները նույնիսկ խլացնում են։ Սա է վերաբերմունքը Փաշինյան Նիկոլի նկատմամբ, հետներեցություն ամերիկյան Փաշինյան Նիկոլի նկատմամբ։ Դամար եմ ասում, դամար եմ ներքուստ հանգիստ եւ ինքնավստահ, որ ամեն ինչ փոխվելու է։ Breaking news, it's been reported that Israel is carrying out false flag attacks all across the Middle East in a way to try and drag other countries into the war to fight against Iran in support of Israel. For context, only moments ago, the UK said that an Iran Եվ արաբական էմիրությունների վրա եւ տարբեր երկրների վրա ասեն Իրանի անվան տակ հաստատում իրականացել է հենց Իսրայելը խփելով օտանավակայինների դպրոցների դրա ձեռագիրն է դա որպեսզի մարդկանց գրգռի Իրանի նկատմամբ ծանոթ ձեռագիր սա բանա bleeding for their oil-soaked dreams in the dirt of Afghanistan. I wore the uniform, carried the rifle, became the fist of a nightmare I was too blind to see. Սա զինվորականը որ 10 տարի ծառայել է Աֆղանստանում Սա շատ կույր է այդ ամեն ինչը տեսնել համար որտեղ չի հասկանում ինչ է կատարվում հիմա տեսնում են իր պարտն է համարում բոլորին տեղեկացնել ինչքան հնարավոր է շատ մարդու աչքերը բացել ինչ է իրականում կատարվում այդ պատերազմները ինչի համար են ինչն է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը ովքեր են շահում դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պետություն դրանից չի շահում են օլիգարխները որոնք հրեական ծագում ունեն մի խոսքով այս ամեն ինչը Ամերիկայի ոչ մի կապ չունի եւ որպես շահ բացի վնասից չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնկրետ սպանվել են ամերիկացիները փողերը ծախսել Ամերիկան բայց այդ ամեն ինչից օգտվել են նավթ արտոնանող են կամպանիաները որոնք պատկանում են ոչ թե Ամերիկային այլ այդ նույն աշխարհի տերերին այդ նույն մարտակերիներին եւ ընկերը հերթական զինվորականը որը դրա մասին հասկացել է իր պարտն է համարում բոլորի աչքերը բացել այդ ուղղությամբ ես ինքս բավականին կույր եմ եղել դա տեսնելը մտցինա տեսնում եւ իր պարտն է համարում դրա մասին բարձրաձայն խոսել ինչքան հնարավոր է շատ The Economist-ն է գրում որ Թրամփի նախագիծը այս պատերազմի վերաբերյալ սա պատերազմը առանց ստրատեգիայի ինքն էլ չգիտի վաղ ինչ անել եւ ինչի համար է պատերազմը որովհետեւ օրեկան ռեժիմով սլակները նպատակները փոխվում է մեկ ռեժիմ են փոխում մեկ կրոն են հիմա ուզում արմատախիլ անեն չես հասկանում իրաց ինչ են ուզում բացարձակ մեկ ժողովրդին են փրկում են կոտորելով երեխեքին սպանելով ժողովրդին են փրկում ես քանի որ կարդում եմ մեկ մարդկանց որ ասեն ներկա ռեժիմը Իրանի սպանել է մի քանի տասնյակ հազար մարդ այս ցույցերի ժամանակ եւ այս պատերազմը հենց դրա համար է իրենք աջակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իսրայելին հենց դրա համար որտեղ ընդդերի ռեժիմը մարդ է սպանել ես ուղղակի չեմ կարողանում այդ տրամաբանությունը հասկանալ Այնի սպանել է իր քաղաքացիներին ասենք սրանք են սպանում այդ քաղաքացիներին երեխեքին դες գալիս են փրկելու լուրջ դուք հավատում եք Նետանյահուն Թրամփի հետ երկու մարդակեր մանկապիղծ երեխեքի դրոցը ռմբակոծելով գնում են իրանցիներին փրկելու կարելի է չսիրել իրանական իշխանությունը ես չեմ սիրում իմ համար նրանք ուղղակի այսօր այդ ունեցածը մեր ես իրենց վարկագիծն եմ դնում ես գովում եմ այդ վարկագիծը բայց չի նշանակում ես համարում եմ այդ քաղաքականությունը ներքին իրենց իդեալական բացառապես բայց ուղղակի հարց եմ ուզում տամ այդ տրամաբանության մեջ ապրողներին դնում մտածում եք որ երեխեքին սպանելով բնակելի թաղամասերը ռմբակոծելով Հետ են հայտարարելով, որ շիա մահմեդականությունը սխալ կրոն ապեկելինան ալմատախիլան, այդպես գալու են Իրանը փրկեն երկու միջազգային հանցագործ, հա, ինչպես փրկել են Սիրիան, Իրաքը, Լիբիան, այսօր Լիբիայի նախագահ Քադաֆի կինն աղդուստը ներգրել, լավ տեքստեր գրել White չպայեցի, որով ինքը կոչ էր անում Իրանի բնակիչներին պահպանել իրենց, պահել իրենց երկիրը, ցույց տալ
այս վայրագները մտնեն իրենց երկիր, որտեղ իրանք էլ են հավատացել ժամանակին եւ իր հայրը բացել է բոլոր դռները եւ ներդրումների եւ ստուգումների ամեն ինչի համար։ Արդյունքում գլխատեցին իրար, գնդակալեցին։ Ոնց որ այս պատերազմը ժողովրդավարություն բերելու համար չի, բացարձակ։ FIFA just told Donald Trump no. The governing body of the world's most popular sport, 211 member nations, 3.5 billion viewers, the single most powerful organization in global sports, publicly and unanimously rejected the president's demand to restructure the 2026 World Cup. Ինչի մասնա խոսքը 26 թվականի ֆուտբոլի առաջնությունները FIFA-ի լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նահանգն Ամերիկայում, որը բաժանված է Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեքսիկայի մեջ, խաղեր ընդդեմ լինելու։ Եվ Թրամփը պահանջել է FIFA-ից, որ բոլոր խաղերը լինեն մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ ասում է աշխարհի ամենամեծ կազմակերպությունը սպորտային, որ ունի 3.5 միլիարդ հետևող, ուղղակի մերժել Թրամփին, որ ոչ։ Թրամփը պահանջել է, որ ոչ մի խաղ թող չլինի ոչ Մեքսիկայում, ոչ Կանադայում, սա պետք է լինի բոլոր խաղերը պետք է լինեն Միացյալ Նահանգներում։ FIFA-ն ասել է ոչ։ Աշխարհի կողմից մերժված Փաշինյանն იყო։ Աշխարհի կողմից մերժված։ Took 3 precisely sequenced strikes executed over 5 days, each one building on the last, each one removing a layer of protection that America spent decades and billions of dollars constructing. And when the third strike landed, the most advanced missile defense system ever built by any nation in human history was sitting in the desert sand of the Persian Gulf, completely blind, completely deaf, and completely useless. Etapով ասում են տեսեք իրանցիների ինչ իդեալական գործողություն են իրականացել։ 3 etapով արդեն 3-րդ etap ավարտելով լրիվ զրկել են հակաօդային պաշտպանությունից ամբողջ Միջին Արևելքը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Սկզբից իրանք խփել են աշխարհի ամենակատարյալ հակաօդային պաշտպանության սենսորները, որոնք պետքա ինքը տեսնում էր որտեղ ինչ արագությամբ ինչա թռնում։ Այդ սարքը առաջինը դա են ոչնչացրել։ Հետո ոչնչացրել են երկրորդ этаպով։ Այդ սարքը մի տեղ է, այն մյուս սարքը, որտեղ ինֆորմացիա փոխանցումից հետո գալիս է արդեն, իսկ մյուս կենտրոնը որոշել է ինչ արագությամբ եւ ուր է գնում եւ հացնելու տեղ։ Դրանք տարբեր բան է, երկրորդ բանով ոչնչացել է սա։ Եվ երրորդ վերջնական փուլով ոչնչացել այն կենտրոնը, որտեղից արձակվում էին հրթիռները, այսինքն դրանց գեներատորները, որոնք կարգավորում էին այդ հրթիռների աշխատանքը։ Այսինքն 3 этаպով իդեալական ոչնչացվել է ամերիկյան ամբողջ հակաօդային պաշտպանությունը կարելի ասել այդ տարածաշրջանից մեծ հաշվով էլի իհարկե ունենան իրանք անհատական փոքր մասշտաբի մեքենաներ սարքավորներ, որոնք ինչ-որ բան կարող են խփել, արծը դա մասին չի։ Բայց ամենաթանկ, ամենաառաջատար կենտրոնները, որոնք ֆիքսում էին թռավ, ուր է գալու, ինչ արագությամբ է գալու, ուր է ընկնելու, եւ երրորդը ոնց խփեն դրանք, Իրանը կարողացել է ոչնչացնել։ Ես իրանական հզորության եւ վճռականության վրա երբեք չեմ կասկածվել, բայց ես զարմացած եմ դրանց արդյունավետության վրա եւ ինչքանով են դրանք նախապատրաստված այս ամեն ինչին։ Իրոք ես զարմացած եմ։ Եվ սա ծնկի է բերելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայելի հետ միասին։ Իսկ իրանք ստիպված գնալ են ավելի մեծ հիմարությունների, ավելի մեծ։ Դա կարող լինի նույնիսկ միջուկային ռումբի օգտագործումը։ Ես չեմ զարմանում։ Որովհետև երկուսն էլ Նետանյահուն եւ Թրամփն էլ հասկանում են, որ իրենց տարիքում իրենց ապրելու բան չի մնացել։ Ու չեմ կարծում, որ երազում են բանտում անցկացնել իրենց կյանքի հետ։ Այնպես որ կորցնելու ոչ մի բան չունեն ու դա ամենավտանգավորն է։ Իհարկե, եթե դրան թույլ տան, հուսով եմ, որ բանը դրան չի հասնի, բայց որ սրանք ամեն ինչ կանեն, որ այս պատերազմը
էսկալացիան մեծանա ու ավելի շատ արուն թափվի իրենց իշխանությունը բարելու համար դա վստահ է։ Եվ այսպես 40 երկիր աշխարհում բան ստորագրել համաձայնագիր ստորագրել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու 40 երկիր։ Ուսանք ամենաառաջադեմ երկրներն են Իսրայելին պատասխանատվության ենթարկելու որոշում է ստորագրել։ Այս առողջացման process-ներ են, սրանք բոլորը։ Իսկ միևնույն ժամանակ սա բան է Նետանյահուի տղեն է։ I want you to really let sink in what's happening here, okay? So while this 20-year-old just died for a war of choice started by Trump and his Epstein friends to not only help cover up the Epstein files, but to help the Israeli regime who wanted to attack Iran for 40 years expand the Greater Israel Project, Yair Netanyahu, the son of Benjamin Netanyahu, is living in Florida in a $5,000 a month penthouse. Look at Զիվոնը սպանվել է Նետանյահու եւ Թրամփի նախաձեռնած պատերազմի մեջ, իսկ մյուսը Նետանյահուի տղեն է, որ Ֆլորիդայում ապրում, պենթհաուզում, որ ամսական վարձը $5,000 է։ Սա է իրականությունը։ Ինչ է կարծում, սա նայող մոտ ինչ զգացմունքներ ասոցիացիաներ առաջացնում։ Եվս 50,000 հաստատուղթ հրապարակվել, որտեղ ուղիղ կապ կա Թրամփի եւ Էփստինի մեջ։ Ուղիղ կապ 50,000 եւս փաստ։ Ես մեկ օր առաջ խոսում էի բանի մասին, այդ Հալոուինի մասին, ամերիկյան տոնը։ Այստեղ եմ տեսել դա։ Առաջին օրվանից չեմ հասկացել։ Իմ երես պետք ասեմ չինացիները չեն տոնում, այդ մեռածների, դիակների, կախարդների բանը իրանց տաներում չեն դնում, իրանց երեխեքին չեն ներկում, բայց Ամերիկայում դա շատ պոպուլյար տոն է եւ ես վստահ եմ, որ այդ պոպուլարիզացման հանրայնացման գործում մեծ դեր ունեցել հենց այդ ակուլտիզմով զբաղվող սատանայապաշտները։ Լսենք ինչ ասում եք երբ Okay, so satanic ritual abuse is when usually it's a family member, like a parent or a grandparent. Usually it's not the parent, but a relative who takes the child and performs a ritual abuse, like a rape on a baby, which involves blood, and they consecrate the child to the devil. Why would you do that? Because it gives them great power. The devil asks for payment. What are you going to give me? I want one of the kids. Բացատրում են նշանակում այդ սատանայական ռիտուալները, որոնք շատ ժամանակ հենց ծնողները իրենց երեխին նվիրում են։ Հրեշին ուժի դիմաց։ Դա կարելի է երեխան լինի, դա կարող ուրիշի երեխան լինի շատ ժամանակ, բայց դա է այդ ռիտուալն է։ Եվ And so they do. And they don't have to actually murder them, although sometimes there are SRA victims who are killed. Halloween is the #1 time of year for the most human sacrifice to the devil on the planet. Ինչ ասում սա հենց Հալոուինը ասում են հենց այդ օրն է առաջի #1 որը փաստորեն այդ զոհաբերությունների օրն է Դևին եւ ինչ են արել սրանք վերցել են զոհաբերության օրը վերածել են տոնակատարության եւ միլիոնավոր մարդիկ 10-ներ հարյուրավոր միլիոնավոր մարդկանց սարքել են այդ ռիտուալի մասնակից Առաջին օրվանից այդ տոնը իմոց սարսափ առաջացել անհասկանալի բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի պետք է ասեմ չինացիների մոտ էլա դրան դա նկատել եմ էլի բայց դե ամերիկան մեդիան պարտադրել է որ լավ տոն է հա լավ տոն Մասնամասին է գրում ես ընդամենը մի կարծեմ շաբաթ առաջ էի դա մասի խոսացել կասկածներ հայտնելով որ ոնց որ թե բռնում է էլի սա դրանց կողմից քարոզած եւ նպաստած ռոպագանդա արած տոնը խնդրեմ Իմ ամերիկանացան նահանգներում ովքեր ապրում են ովքեր ընտանիքներ ունեն ես ուղղակի կհորդորեի հեռու մնալ այդ սատանայական տոներից ոնց կարող մարդի երեխու երեսներին այդ արյան բաները նկարի ես չեմ հասկանում եկի Իմ համար հասկանալի չի ամենուր իմացեք դա ինչ է թե ինչ կանեք ոնց կանեք սրանց հետո դա իհարկե ձեր գործն է բայց այսպիսի բաներ կան նաև
Ուզում լսենք մենակ վերջին։ Ամբողջ Հայաստանն եմ ես ասում։ Բամիս տարի ընտրությունները։ Չեն ընտրի, ես հասած կդրեմ դրան չեմ ընտրի ես։ Ուզեմ ես մի հատ էստաշվիլի համար։ Ով ընտրի թուրքա։ Դավաճան ազգի։ Բլի չընտրվի դա։ Ով սրան ընտրի ինքը թուրքա։ Ամբողջ Հայաստանն եմ ես ասում։ Բամիս տարի ընտրությունները։ Չեն ընտրի, ես հասած կդրեմ դրան չեմ ընտրի ես։ Ասում եմ, ամոթ չի մնալ փոքրամասնության մեջ, ամոթը հոտի մեջ լինել, դառնալ հոտի մի մարդ է։ Իրոք, եթե նույնիսկ ձեր շրջապատում բոլորն են այն կարգի դեգրադացված, որ հենց համար Նիկոլ Փաշինյանը ընդունելի կերպար է, ամոթ չի մենակ մնալը, ամոթ այդ հոտի մի մասը լինել։ Եվ ընդհանրապես, եթե մենք մեր նայենք պատմությանը, մանավանդ վերջի 30 քանի տարվա մեր անկախության, եթե մենք դուրս գայինք այդ սկզբունքից, որ մենակ մնալը նախընտրելի է հոտի մաս դառնալուց, չէ՞ որ մեզ ամեն ընտրության վերածել են հոտի, ամեն ընտրության։ Նույնը արել է եւ ՀՀՇ-ը, հետո արել է եւ Քոչարյան Ռոբերտը, հետո արել է եւ Սերժիկը, հետո անում է եւ Ճիվաղը, սաս նպատ, ուրիշ ոնց պիտի վերարտադրվեի։ Երբեք մի կասկածեք մենակ մնալու որոշման կայացման համար։ Ավելավա մենակ մնալ, լինել ուժեղ ու հաշտ ամենաշ սեփական եսից ու արժանապատվության հետ, քան դառնալ հոտի անդամ։ Կարող այդ պահի ժամանակավորապես շահեք, բայց երկարատև կորցնում եք ամենակարևորը, հարգանք սեփական անձի նկատմամբ, դեմք, ինքնագնահատական, դրանք բաներ են, որ չեն վերականգնվում կամ վերականգնում են շատ դժվար։ Իսկ իմիջը, հեղինակությունը, տուժում է այն աստիճանի, որ մարդիկ շատ ժամանակ անիծում են իրենց կյանք այս դրանով։ Կարճաթև հետաքրքրություններ գտնելու համար իրեն գնացին անթույլատրելի բաների։ Ու մարդիկ տեսան, ու մարդիկ հիշելու են, մարդիկ չեն մոռանում։ Սա է այսօրվա ասելիքս, շնորհակալ եմ հետևելու համար, օգնեք ալիքին իր աշխատանքները իրականացնելու համար։ Կհանդիպենք վաղը, լավ ելույթ։